Փետրվարի 14-ին հայ առաքելական Սուրբ եկեղեցին տոնում է Տյառն Ընդառաջի տոնը։ Այն նշվում է Քրիստոսի ծնունդից 40 օր անց, որպես մանուկ Հիսուսին տաճարին ընծայելու տոն։ Սուրբ Պատարագ է մատուցվում Մայրաթոր Սուրբ Էջմիածնում աշխարհի հայ առաքելական բոլոր եկեղեցիներում։ Պատարագիչի օրհնությունից հետո նախօրեին առաջինը միշտ վառվել է եկեղեցու բակի խարույկը։ Կրակի շուրջ նախ պտտվել են նորապսակ զույգերը, ապա հավաքված ամբոխը։ Կրակի վրայով ցատկել են բոլորը, հավատում էին կրակի զորությամբ կբուժվեն հիվանդությունները, կազատվեն չար ուժերից։ Տյառն Ընդառաջին վառվող խարույկը տարիներ շարունակ գարնան ավետաբերի խորհրդանշական դերն է կատարել։ Խարույկի համար անհրաժեշտ փայտը կամ վառելիքը բերել են նոր նշանված կամ նորապսակ երիտասարդները։ Հայաստանի վարչապետը աղմկահարույց նոր հայտարարություններ է արել Ռուսաստանի Դաշնության հասցեին։ Ռուսաստանում կան որոշակի շրջանակներ, որոնք առաջնորդվում են հետևյալ տրամաբանությամբ, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի խաղաղությունը ձեռնտու չի իրենց, որովհետեւ այդ դեպքում Հայաստանը կդառնա լիարժեք անկախ պետություն։ Իսկ եթե թշնամանք կա եւ հակամարտություն կա Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, Հայաստանը ստիպված կլինի ավելի ու ավելի մեծ ավելի ամուր դրկել Ռուսաստանի։ Նիկոլ Փաշինյանը միևնույն ժամանակ կարծում է, որ նախագահ Պուտինն ու վարչապետ Միշուստինը համաձայն չեն այդ մոտեցմանը։ Ռուսական ընկերություններից հայկական երկաթուղիները վերցնելու եւ մեկ այլ երկրի կառավարմանը հանձնելու մասին էլ է մտածում Նիկոլ Փաշինյանը, քանի որ ըստ իրեն Նախիջևանից հետո երկաթուղային գիծը Հայաստանի տարածքով շարունակելուն դեմ են Ռուսաստանի հետ ոչ բարեկամական հարաբերություններ ունեցող երկրները։ Ռուսաստանի կողմից երկաթուղու կառավարման բերումով մենք ռազմավարական մեր դիրքերի կորուստ ենք ունենում եւ մրցակցային առավելության կորուստ ենք ունենում։ Իմ պատկերացրած լուծումն այն է, որ մի այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություններ ունի եւ Ռուսաստանի հետ, եւ Հայաստանի հետ, ուղղակի Ռուսաստանից գնի կոնցեսիոն կառավարման իրավունք։ Հայաստանի վարչապետն այսօր ըստ էության խոստովանել է, որ ինքն է միջամտում եպիսկոպոսատ ժողովը Հայաստանից դուրս Ավստրիայում անցկացնելու հայ առաքելական եկեղեցու որոշմանը։ Նա խոսել է Էջմիածնի գանձերի մասին, որոնք ըստ Նիկոլ Փաշինյանի ոմանք աչք ունեն դրանց վրա։ Այս պատմությունը կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանելն է եւ ես դա թույլ չեմ տալու։ Թույլ չեմ տալու։ Եթե դրա համար պետք է լինի լրացուցիչ միջոցներ ձեռնարկվել, կձեռնարկվեն լրացուցիչ միջոցներ։ Այդ մարդկանց նպատակը կաթողիկոսությունը Հայաստանից հանելն է։ Էջմիածնի գանձերի հետ միասին։ Մենք դա թույլ չենք տալու։ Նիկոլ Փաշինյանը վստահ է, հունիսին սպասվող խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում նախկին նախագահներն ու նրա բարերով օլիգարխները չեն զբաղվելու քաղաքականությամբ։ Այս ընտրությունների արդյունքում տեսեք ինչա տեղի ունենալու։ Բոլոր նախկին իշխանությունները եւ բոլոր օլիգարխները վերջնականապես եւ անվերադարձ դուրս են շպրտվելու քաղաքական դաշտից։ 2026 թվից հետո դուք այլևս չեք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող օլիգարխ, չեք տեսնելու։ Եվ չեք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող, ասենք, նախկին նախագահ վարչապետի թեկնածուին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է մեկնաբանել բարերար Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու ուժեղ Հայաստան կուսակցության որոշումը։ Վարչապետ Փաշինյանը իր դիրքորոշումը պարզաբանել է թիմակիցների երեկվանից շրջանառած մտքով, որ Հայաստանի սահմանադրությամբ երկխաղացին չի կարող լինել ոչ պատգամավոր, ոչ վարչապետի թեկնածու։ Դուք ասում եք դա պարզապես ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո գոյություն չունի։ Սահմանադրագետ փաստաբան Արամ Վարդևանյանը ներկայացրել է Սամվել Կարապետյանի վարչապետի պաշտոնում առաջադրվելու իրավական ճանապարհը։ Նախատեսվում է փոխել Սահմանադրության 148-րդ հոդվածը խորհրդարանի միջոցով։ Դա հնարավորություն կտա հաղթահարել երկխաղացիության արգելքը վարչապետի պաշտոնի համար։ Որպես նախադեպ հեղինակները իշատակում են 2020 թվականի սահմանադրական փոփոխությունների փորձը։ Մենք պետք է շարժվենք առաջ նախադեպ գուցե այստեղով Առավոտից մենք քննարկում ենք այս հարցը։ Սահմանադրության փոփոխությունների նախագիծն ընդունվում է падգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով։ Ուժեղ Հայաստան կուսակցության կողմից ի սկզբանե ներկայացվեց այդ ճանապարհային քարտեզը։ Այսինքն որոշակի իմաստով ժողովուրդը իր իշխանությունը
իրացնելու է նշված հնարավորությունը ընձեռելով, թե ոչ։ Այսինքն սահմանադրության նշված փոփոխության հարցը հենց ի սկզբանե քննարկման առարկա է հանդիսանալու հանրության կողմից։ Մինչդեռ 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխությունը նման լեգիտիմության հնարավորություն չուներ, քանի որ 2018 թվականի դեկտեմբերին ընտրությունների արդյունքում ձևավորված ազգային ժողովի համապատասխան խմբակցությունը նման առաջարկ կամ նման խնդրանք նախընտրական քարոզարշավի ընթացքում հանրությանը չէր ներկայացրել։ Սիրելի հայրենակիցներ, գործընկերներ եւ համախոհներ։ Սամվել Կարապետյանին տեսաուղերձով հայրենակիցներին դիմելու հնարավորություն չտալուն այսօր անդրադարձել էր քննչական կոմիտեն, հայտարարելով, թե դատարանի որոշումները մեկնաբանելու լիազորություն չունի։ Փաստաբան Արամ Վարդևանյանը նման պատասխանը համարում է խուսափողական։ Փաստացի տնային կալանքի պայմաններում է գտնվում, որը իրավական առումով համարժեք է կալանքին։ Որքանով է ողջամիտ պատկերացնելը, թե ինչպիսի մեկնաբանություններ կկատարեն հենց նույն քննչական եւ դատախազության ներկայացուցիչները։ Կարծում եմ ակնհայտ է, որ դա մեկնաբանվելու էր որպես խախտում։ Իսկ թույլ չտալը, կարծում եմ պարզապես ոչ միայն քաղաքական հետապնդման, այլ քաղաքական գործընթացի հակամրցակցային վարքագիծ է։ Ակնհայտ է, որ այս քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, բայց կարծում եմ նաև քաղաքական մրցակցության հավասարության տեսանկյունից այս աբսուրդային հետապնդումը կարող է եւ պետք է րոպե շուտ դադարեցվի։ Սիրելի երևանցիներ, կրկին բարի երեկո ձեզ։ Երևանում այս գիշեր մեկնարկել են փոսերի նորոգման աշխատանքները։ Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը հրապարակել է տեսանյութ, նշելով, որ աշխատանքները մեկնարկել են Փափազյան փողոցից եւ շարունակվելու են բոլոր վարչական շրջաններում։ Արդեն մի քանի օր է բազմաթիվ վարորդներ տեսանյութերով ու լուսանկարներով են ողողել համացանցը։ Կադրերում տարբեր վարչական շրջանների խոշոր փոսերն են, որոնց առաջացման պատճառը ըստ քաղաքապետի ձմեռն է ու ձյանդեմաղի չափից շատ կիրառումը։ Հաշվի առնելով, որ այս տարի մեծ ծավալի աղ ենք օգտագործել, նաև դա բերել է իր խնդիրները ճանապարհների հետ կապված։ Սակայն վարորդներին կարծես այդքան էլ չի հետաքրքրում դա։ Կարևորել են հարցի հիմնական լուծումը։ Ու մինչ քաղաքապետարանը կանադառնար խնդրին, իրենք են քայլեր ձեռնարկել ճանապարհի խոշոր փոսերը փակելով ձեռքի տակ ընկած իրերով։ Իլհամ Ալիևը Մյունխենում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ Որպես հիմնական նախապայման նա կրկին նշել է Հայաստանի սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունը։ Ըստ Ալիևի Բաքուն պատրաստ է վավերացնել փաստաթուղթը հենց հաջորդ օրը, երբ այդ փոփոխություններն ուժի մեջ մտնեն։ Ադրբեջանական կողմը պահանջում է մայր օրենքից հեռացնել Ադրբեջանի նկատմամբ առկա բոլոր տարածքային պահանջները։ Ալիևը շեշտել է, որ Վաշինգտոնի պայմանավորվածությունների շնորհիվ երկու երկրների միջև դեֆակտո խաղաղությունն արդեն հաստատված է։ Այժմ գործընթացի վերջնական ձևակերպումը նա կապել է բացառապես հայկական կողմի քայլերի հետ։ Ըստ Ալիևի Բաքվի դիրքորոշումն այս հարցում հստակ է եւ պաշտոնապես փոխանցվել է Երևանին։ Հայաստանի կառավարությունը դեռ չի մեկնաբանել թուրքական լրատվամիջոցների այն տեղեկությունը, թե Երևանն ու Անկարան պայմանավորվել են Վրաստանի տարածքով ուղղակի ցամաքային առևտրի վերաբերյալ։ Ըստ ԶԼՄ-ների այսուհետ դեպի մեր երկիր բեռներ ներկրող թուրքական ընկերությունները վրացական միջնորդ ընկերությունների կարիք չեն ունենա, եւ Վրաստան ասած բեռը անմիջապես թուրքական բեռնատարներով կմտնի Հայաստան։ Ըստ այս տեղեկության նույն կերպ կարող են աշխատել Թուրքիա արտահանում կազմակերպող հայկական ընկերությունները։ This is crazy war of Russians against just people. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, թե Թրամփը փոխզիջում է ցանկանում։ Մենք շատ փոխզիջումների գնացինք, դրանցից մեկն այն է, որ Պուտինը եւ իր ընկերները բանտում չեն։ Զելենսկին շեշտել է, որ սա ամենամեծ փոխզիջումն է։ Անդրադառնալով հրադադարի վերաբերյալ հարցին, Ուկրաինայի նախագահը նշել է, որ իրենք ընդունել էին այն, սակայն Պուտինը մերժել էր։ I think Putin also in a difficult position because I'm Զելենսկին հեգնել է Ռուսաստանի նախագահին ասելով, թե մեջբերում ես Պուտինի երիտասարդ եմ եւ սա կարեւոր է։ Նա ժամանակ չունի մտածելու։ Ռուս-ուկրաինական արդեն 4 տարի ձգվող հակամարտության վերաբերյալ աշխարհամասի մյուս կողմում Դոնալդ Թրամփն է արտահայտել իր դիրքորոշումը։ Նա շեշտել է. Զելենսկին պետք է գործի, քանի որ Ռուսաստանը ցանկանում է գործարք։ Նա կամ քայլեր կձեռնարկի, կամ այս հիանալի հնարավորությունը բաց կթողնի։
Դոնալդ Թրամփը մեկնաբանել է, թե ինչու է Վաշինգտոնը երկրորդ ավիակիրը տեղակայում Մերձավոր Արևելքում։ Ըստ նրա, Ջերարդ Ֆորդ ռազմանավը գործի կդրվի, եթե Իրանի հետ նոր համաձայնագիրը ձախողվի։ Այն կմիանա տարածաշրջանում արդեն իսկ գտնվող Աբրահամ Լինկոլն ավիակրի արվածային խմբին։ Ներկայում Կարիբյան ավազանում գտնվող նավը նշանակետին կհասնի մոտ 3-ից 4 շաբաթվա ընթացքում։ Պիտակ տան ղեկավարը շեշտել է, որ ռազմական այս ուժն անհրաժեշտ կլինի բանակցությունների տապալման պարագայում։ Նա նախազգուշացրել է, որ Թեհրանը կզղջա գործարքից հրաժարվելու դեպքում։ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացել է բեկումնային հանդիպում։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, Սիրիայի արտգործնախարարի եւ Սիրիայի դեմոկրատական ուժերի հրամանատարի միջև։ Կողմերը քննարկել են քրդական ստորաբաժանումների սիրիական պետական համակարգին ինտեգրվելու գործընթացը եւ երկրի քաղաքական ապագան։ Մազլում Աբդին բանակցությունները որակել է դրական ու արդյունավետ, շեշտելով քրդական հարցի վերջնական կարգավորման կարեւորությունը։ ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է, որ Վաշինգտոնի համար առաջնահերթություն են Սիրիայի ներքին համաձայնությունների գործումն ու ահաբեկչության դեմ պայքարը։ Բանակցություններին մասնակցել է նաև Հյուսիսային եւ Արևելյան Սիրիայի ինքնավար վարչակազմի ներկայացուցիչ Իլհամ Ահմեդը։ Սիրիայի հարցով Միացյալ Նահանգների հատուկ բանագնաց Թոմ Բարաքը հանդիպման լուսանկարն անվանել է նոր սկիզբ տարածաշրջանային դիվանագիտության մեջ։ Չնայած հաստատված զինադադարին Քոբանիում եւ այլ բնակավայրերում իրավիճակը դեռևս մնում է լարված, իսկ հումանիտար խնդիրները չլուծված։ Մազլում Աբդին հույս է հայտնել, որ միջազգային հանրության աջակցությամբ հնարավոր կլինի հասնել Սիրիայի տարածքային ամբողջականության վերականգնմանը։